բազմաթիվ գործեր են քննվում, հսկացավալ գործեր քանում, որի համար շնորհակալություն, կան խնդիրները, որոնց մասին հիմա բարձրաձայնում ենք, դա հանրային հնչեղությունն է, ու նաև տնտեսվարողներին հետաքրքրող հարց են, վերջերս մենք տնտեսվարողների հետ հանդիպել ենք եւ այդ հարցերը, որոնք մենք համակարգված տեսել ենք, փորձենք ձեզ ուղղել հարցերը, այդ պատասխանը նաև որպեսզի փոխանցենք տնտեսվարողներին։ Հիմնականում իմ գործընկերները նշեցին, բայց ավելի մանրամասն հետեւյալ խնդիրներն են մատնանշում, որ ակտերը, որոնք գրվում են, դեռ չապացուցված փոխանցվեք հնչականին։ Արդյոք այստեղ մենք մեխանիզմ ունենք, որ լինի տեսչական մարմնի ակտեր, թե հարկային ակտեր, որոշակի ապացուցողական ընթացակարգ պետք է անցնել, որովհետև ստացվում է, որ ապրիորի մարդիկ միանգամից գործ են ունենում մի կառույցի հետ, որի գործողությունները մենք գիտենք ինչպիսին են եւ քննչական մարմինը կատարում է իր գործողությունները, բայց մինչեւ դա արդյոք քննիչ պետք կամ քննիչ տեսչական մարմին պետք է եռանկյունու մեջ չեն կարող գտնել հավասարակշռման մի ընթացակարգ, որտեղ տնտեսվարողը առնվազն ապացուցված համարի որոշակի մասը գոնե, որտեղ տնտեսվարողներ կային, որ ազգային ժողովում հանդիպման ընթացքում նշում են, որ մեր հետ նույնիսկ չեն քննարկում պետեկամուտները կամ տեսչական մարմինը, եւ սա անարդարության զգացողություն առաջացնում։ Միգուցե այո, դուք ճիշտ եք, որ հետագայում շատերը պարզվում է եւ ապացուցվում է հանցավորություն, մեղավորությունը եւ այլն, հատկապես հարկերի թաքցնելու եւ խուսափելու իմաստով չարամտորեն խուսափելու այստեղ նույնպես գիտեք, որ ձևակերպումների բարդություններ կա, որտեղ հաճախ հարկերի խուսափելը ստացվում է այնպես, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում է լինում, չիմացության արդյունքում է լինում եւ կա, որ այո դիտավորությամբ է լինում, այդտեղ նույնպես բավականին խնդիրներ կան։ Իմ փոխանցած հարցը հետեւյալն է. հնարավոր գտնում եք գտնել մի այնպիսի տարբերակ, որ մինչև քննչական մարմինը հասնել, դուք ունենաք որոշակի ապացուցողական բազա, ապացուցված այլևս, հատկապես փորձագետների կողմից, որովհետև փորձագետներն են, որ կարող են մասնագիտորեն ապացուցել որևէ խախտում եւ այլն։ Նոր մենք կարողանանք, որ ավելի տնտեսվարողներին, որոնք նաեւ եւ ձեր եւ մեր երկրի համար կարեւոր մարդիկ են, որոնց աշխատանքի արդյունքում ձևավորվում են մեր բյուջեները, կարողանանք, որ մենք էլ բաց ճակատ ասենք, որ տեսեք ապացուցվել է, տեսեք, որ ճիշտ է, այսինքն երկու կողմի համար մենք որպես ազգային ժողովի պատգամավոր արդարության հիմքեր ներկայացնենք։ Այս իմաստով ձեր կարծիքը խնդրեի փոխանցեի տնտեսվարողներին եւ հանրությանը։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Ես Տիկին Վարդանյանը, երբ որ հարցադրումը հնչեցրեց, հիմա գործում է հետևյալ մեխանիզմը, ՊԵԿ-ը օրինակ իր գործառույթների շրջանակներում իրականացնում է իր լիազորությունները տնտեսվարողի մոտ հարկային պարտավորությունների կատարման ճշգրտման հետ կապված, երբ որ մենք հաղորդում ենք ստանում նախնական հաշվարկի հիման վրա, հաղորդում են ներկայացնում, նաև նախնական հաշվարկի հիմքում դնում են որոշակի փաստեր, սա մեզ համար բավարար է, երբ որ նայում ենք, որ նախնական հաշվարկում արձանագրված վնասի չափը գերազանցում է օրենսդրորեն նախատեսված նվազագույն շեմը, վարույթ ենք նախաձեռնում։ Հիմա հաջորդ գործողությունը մենք բնականաբար այդ նախնական հաշվարկով չենք բավարարվում։ Նախնական հաշվարկի հիման վրա չենք գնում անձանց, չգիտեմ, մեղադրյալ ներգրավելու եւ այլ նման միջնորդություններ չենք էլ ներկայացնում։ Մենք նախնական հաշվարկի հիմքում դրված փաստերը քննչական գործողությունների եւ ապացուցողական գործողությունների արդյունքում սկսում ենք որոշակի այլ օրենքով նախատեսված ապացույցներ ձեռք բերել։ Ես նշեցի արդեն մի քանիսը, կանչում ենք օրինակ, եթե մեր մոտ որոշակի նախնական հաշվարկի հիմքում դրված է որոշակի թիվ, որը որ որոշակի ինչ-որ մեկնաբանության տեղիք է տալիս, մենք կանչում ենք այդ ՊԵԿ աշխատակցին հարցաքննում ենք, որպեսզի ինքը հաստատի նաև այն մեկնաբանի ստուգման արդյունքում հայտնաբերած խախտումը, սա մեկ։ Երկրորդը, մենք եթե նախնական հաշվարկի հիմքում դրված է որոշակի նյութեր, որոնք որ ըստ էության իրենք ձեռք են բերել, սա մենք քննչական գործողությունների կատարման ճանապարհով փորձում ենք ապացույցներ ձեռք բերենք։ Երբ որ վերջացնում ենք այս ելակետային տվյալները ստանում ենք, մենք մի հատ նորից ՊԵԿ-ում արդեն ՊԵԿ մյուս այլ վարչությունում նշանակում ենք ճշգրտում ենք տալիս, որպեսզի հասկանանք այդ նախնական հաշվարկում եւ մեր ձեռք բերված տվյալների ելակետային տվյալների արդյունքում այս թիվը վերջնական արդյունքում փոփոխության ենթարկվում է թե ոչ։ Եթե դրանից հետո էլ մենք ստանում ենք, որ իրականում
այդ թիվը, չգիտեմ, X գումար է կազմում, դրանից հետո մենք որոշում ենք ստուգ, քանի որ պետք է նշանակենք ստուգում արդեն, ստուգման ակտ է անհրաժեշտ, դրա հիման վրա մենք արդեն պետք է կատարենք անհետաձգելի քննչական գործողություններ։ Այսինքն խուզարկություններ, արգրավումներ, որպեսզի օրենքով նախատեսված անհրաժեշտ ելակետային տվյալները տանք պետք մարմնին, որպեսզի ստուգում կատարի։ Ստուգման արդյունքով նոր որոշում է այդ անձին քրեական հետապնդում հարուցելու կամ չհարուցելու հարցը։ Ավելին ասեմ, լինում են իրավիճակներ, երբ որ օրինակ ես չեմ բացառում, որ օրինակ մինչև ստուգում գալը, ստուգումը, քանի որ ստուգումը երկարատև process է տևում, մինչև ստուգումը նաև անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, սա եզակի դեպքեր տենց ունեցել ենք, երբ որ ակնհայտ է եղել այդ փաստերը, երբ որ մենք օրինակ խոզարկությունների արդյունքում օրինակ դիցուկ հայտնաբերել ենք օրինակ սև հաշվապահություն, այդ սև հաշվապահությունը ստուգել ենք պետք ներկայացած հաշվետվությունների մեջ, պարզել ենք, որ օրինակ որոշակի գործարքներ կան, չի արտացոլվել պետք հաշվետվություն։ Դա արդեն իսկ մեր համար հիմք է, որպեսզի առանց ստուգման ակտը ստանալու գնանք ստուգման։ Եվ նշեմ, պարոն Բագրատյան, այս կարգի դեպքերում մենք առավելագույնս անում ենք մեր գործողություններով, որպեսզի տնտեսվարողի գործունեությունը որևիցե կերպ չխաթարենք, բայց զերծ մնալ ընդհանրապես տնտեսվարողի գործունեությանը միջամտելու, որովհետև խոզարկությունն ինքնին ենթադրում է ինտենսիվ միջամտություն։ Անհնար է պարզապես։ Այ օրինակ մենք երբ որ գնում ենք խոզարկություն ենք կատարում, գույքագրման անհրաժեշտություն է լինում։ Այդ գույքագրումը ինքը ենթադրում է, որ պետք է, չգիտեմ, որոշակի գործողություններ կատարեն եւ որոշակի ժամանակահատվածում նայած տնտեսվարողի ընդհանուր շրջանառությունը։ Սա էլ ինքնին միջամտություն է։ Դրա համար այս կարգի իրանք իրենց բնույթով առանձնահատուկ են այս քրեական վարույթները։ Ես նշում եմ Տիկին Խամոյանը նշեց, որ չգիտեմ ինչ-որ քննիչները սպառնում են, չգիտեմ կկալանավորենք նման վարքագիծ, ընդհանրապես գոյություն չունի։ Վերականգնումը օրենքով է նախատեսված։ Գողության դեպքում, երբ որ գողության գործ են քննում, քննիչը պետք է միջոցներ ձեռնարկի, որ այդ վնասը վերականգնվի։ Այս դեպքում մենք գործ ունենք պետությանը պատճառված վնասի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Ընդու ոչ միայն վերականգնելու հետ կապված քննիչը պարտավորություն ունի, այլ նաև պետք է քննիչը միջոցներ ձեռնարկի չվերականգնման դեպքում ենթադրաբար գույքի վրա արգելանք դնելու հետ կապված օրենքը նախատեսել է համապատասխան գործիքակազմ։ Սա մեր գործիքակազմն է, եւ մենք չենք կարող հրաժարվել մեր գործիքակազմից։ Մի կողմից պահանջ կա քրեական վարույթի բնականon ընթացքը եւ արդյունավետությունը, օբյեկտիվությունը ապահովել եւ մյուս կողմից մենք գործ ունենք տնտեսվարողի օրինական տնտեսական գործունեություն, սա նուրբ գիծ է, որ մենք աշխատում ենք պահել։ Միգուցե Տիկին Վարդանյանը նշեց օրենսդրական շեմի հետ կապված որոշակի մենք դեմ չենք։ Ես մի հատ առաջարկում եմ, պարոն Պողոսյան։ Այս հարցերը բոլորիս հուզում են, հատկապես այսպես կոչված նախին 205 հոդվածը եւ դրա շրջանակներում, այսինքն ինչպես անել, որ բարեխիղճ տնտեսվարողը չվախենա, որ իրան ամեն օր կարան ինչ որ հարցով, ինչ որ եղանակով, ինչ որ մարմին տանի դատարան, շատ կոպիտ եմ արտահայտում։ Պետությունն էլ հասկանա հստակ, մեսիջն ուղարկի, որ ժողովուրդ ջան չի լինելու իրավիճակ, եւ որ դուք պատճառեք պետությանը վնաս եւ այդ վնասը չհատուցվի։ Գուցե առաջարկեմ եւ մեր տնտեսագետ ընկերների հետ, գործընկերների հետ եւ պետաիրավականով մի հատ քննարկենք այս հարցը, հասկանանք ոնց գնանք, որ հնարավորինս այդ, որ ասում եք, այդ նուրբ շեմը առնվազն հստակ լինի, էլի, որպեսզի եւ տնտեսվարողը եւ պետությունը հասկանան իրենց վարքագիծը եւ դա իրավական որոշակիության բերի որոշակի։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն։ Դա պարոն Բագրատյան։ Շնորհակալություն պատասխանելով։ Իհարկե, պարոն Պողոսյան, բարդ է եւ ապահովել բոլոր կողմերի բավարարված լինելը հասկանալի է։ Այստեղ նորից անդրադառնանք խափանման միջոցի հետ կապված։ Դուք նշեցիք, որ 16-4%-ով նվազել են կալանավորման պահանջները, թե դա միջնորդությունների թիվը։ Հա, Մեր ներկայացած միջնորդությունների թիվը։ Դա ես համարում եմ, որ շատ լավ թիվ է, 16-4%-ը բավականին լավ թիվ է եւ այդ ուղղությամբ կցանկանայի, որ առաջնորդվենք, շարունակենք ինչ իմաստով, որովհետեւ տեսեք, տնտեսվարողների մեծ մասը այլևս ապացուցված հաշիվ ապրանքագրերը գրել են, էլեկտրոնային տարբերակով այդ ամեն ինչը տեսանելի է, այսինքն ասել, որ նրանք կարող են քննությանը
խանգարել ինչ-որ կերպ, դա հնարավոր չի եւ խափանման միջոցը, օրինակ այլ ընտրանքային խափանման միջոցները գերադասել է գործարարների դեպքում եմ ասում, տնտեսական հանցագործների դեպքում, իհարկե խոսքը չի գնում ձեր ասած սերվերներ հայտնաբերելու դեպքերի, հզոր դեպքերի դեպքում անհրաժեշտություն է լինում կանոնավոր, որովհետեւ դա իսկապես արդեն բազմաճյուղ հանցագործություն է, բայց ասենք պարզ հարկային որոշակի հարաբերությունների հետ կապված վեճերի ժամանակ խափանման միջոցը կալանքը կարծում եմ մի քիչ խիստ է եւ ճիշտ կլինի որ տնտեսվարողների հետ մենք շարունակաբար աշխատենք, քան թե մեկուսացնենք եւ գործունեությունը դադարեցվի։ Մեր համար ամենադժվարը այն է, երբ որ խաթարվելով գործունեությունը բիզնեսն է դադարում գործել եւ այդտեղ մենք բավականին մեր համար որոշակի խոցելիություն են կապան, որտեղ պահանջում են, որ լավ մենք ունենք թերություն, ինչ որ հարկային հարցեր կան, մեր հետ թող քննարկեն, ինչի պիտի անպայման կալանավորեն, փակեն, պլոմբեն խանութները եւ այլն։ Այս իմաստով իհարկե նորից եմ ասում, մենք ավելի շատ երևի անելիք ունենք, քան դուք, որովհետեւ սա պետք է նաեւ օրենսդրորեն կարգավորվի, բայց շատ կարեւոր է ձեր պրակտիկ աշխատանքի արդյունքում այն հնարավորությունները, որ դուք եք հենց տեսնում, փոխանցեք համատեղ քննարկենք, որ գտնենք մի հավասարակշռության մի վիճակ, որտեղ իսկապես որոշակի արդարության, այս պայն անարդարության միջավայր տնտեսվարողների կողմից արձանագրվել է։ Ես նույնիսկ ասել եմ, որ Պանթունյանի հետ ենք նաև եղել, նույնիսկ որ ասեմ, բան չի փոխվել, վերջի փոփոխությունների եւ այլն արդյունքում իրանք շարունակում են պնդել, որ իսկապես չի փոխվել։ Միգուցե դա տեսանելի չի։ Երևի աշխատանքի որոշակի հատվածից հետո տարբերությունները ի հայտ կգան։ Եվ երկրորդը պարոն Վարդանյանը որ նշեց, Պանթունյանի հետ մենք հանձնաժողովում արդեն որոշել ենք այդ շեմի հետ կապված քննարկումները սկսել ենք եւ աշճանաբար կբերենք համատեղ էլ կնայենք, որպեսզի ներգրավեք էլի, իվերքը քրեականորեն ձեզ կներգրավենք, հա, նախնական դեռևս տնտեսագիտական խնդիրն է, հետո իրավականի ժամանակ կմիանանք միասին կաշխատենք։ Սրա մասին էր խոսքը, որ խնդրեմ, որ առավել հոգատար լինեք տնտեսվարողների նկատմամբ, որովհետեւ բոլորին մենք անմեղության կանխավարկածը պետք է պարտադիր մեր համար կարևոր լինի եւ մնացած իհարկե ովքեր մեղավոր են պատիժը անխուսափ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բագրատյան, ես արձագանքեմ մի հատ օրինակ բերեմ, որ օրինակ ավելի པարզելի, կոնկրետ այս վերջերս նաև քանի որ լուսաբանվել է հանրային հնչեղություն ստացավ, օրինակ դիցուկ մենք հայտնաբերեցինք հարկային պարտավորությունները չկատարելու հետ կապված հսկայական դեպքեր գազալիցքավորման կայանների հետ կապված։ Հիմա սենց իրավիճակ էր ստեղծվել, երբ որ մարդիկ ոչ միայն հարկային պարտավորություններից խուսափում ունեին, այլ նաև կոնկրետ գազագողությամբ էին զբաղվել։ Հիմա եթե մենք օրինակ եմ ասում, էլի, թույլ տայինք, որ այդ անձինք օրինակ շարունակեին, ոնց որ մենք խրախուսեինք, որպեսի այդ դրա համար մենք գնացինք, նայած մենք սենց ստանդարտ ոչ ստանդարտ լուծումների ենք գնում, նաև նայում ենք, տեսնենք օրինակ, չգիտեմ, հետագայում, որ եթե հնարավոր է, որ ելակետային տվյալները օրինակ անձը չմիջամտի շարունակի իր գործունեությունը, բնականաբար մենք չենք գնում այնպեսի ինչ-որ մեթոդների, որոնք որ ըստ էության կխոչընդոտեն անձի տնտեսական գործունեությանը։ Նաև ունեցանք օրինակ այդ դեպքերով, որ գազալիցքավորման կայանը, չգիտեմ, սկսեցին բողոքարկել եւ այլ, երբ որ մենք թույլ տվեցինք շարունակել, դարձյալ աղմուկ բարձրացավ։ Սենց խնդիրներ ունենում ենք, էլի։